Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, մենք նոր ամիս ենք, նոր միամսյակ ենք հայտարարում, պիտի այցելենք ռեստորաններ եւ ցույց տանք ձեզ, թե այս կամ այն ռեստորաններում ինչպես են պատրաստում եւ ինչ կերակուրներ են պատրաստում։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, այսօր ես պիտի ներկայացնեմ Արայիկ Զաքարյան, հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ։ Ողջույն Արայիկ։ Ողջույն Սեթրակ։ Ինչպես ես։ Շատ լավ։ Շատ ուրախ եմ, որ համաձայնվեցիր հյուրընկալվելու մեզ մոտ, ասեմ միշտ հետաքրքիր է քեզ հետ աշխատել, ինչ ենք պատրաստելու եւ ինչ պիտի ցույց տանք մեր հեռուստադիտողներին։ Այսօր մենք պատրաստելու ենք հավի կատար։ Կատարը կարծեմ ակլորին է լինում միայն։ Այո, բանջարեղենով, բուլղարական պղպեղ կանաչ, կարմիր, դեղին, մի հատ լոլիկ, սմբուկ, սոխ, սունկ։ Այդքան բանջարեղեն։ Այո, եւ վերջում ձու։ Շատ լավ։ Ինչից սկսենք։ Սկսում ենք սոխից։ Եվ ուզում եմ պատմես, թե ինչպես նախապատրաստեցիր կատարը։ Նախապատրաստ կատարը ես լավ լվանում մաքրում եմ կիվիով, պահում եմ 2-ից 3 ժամ, կիվին փափկացնում եմ միսը։ Այո։ 2-ից 3 ժամ հետո լվանում եմ լավ։ Կիվի ասվածը կիվին պիտի հարիչով հարենք, Այո, կամ եւ քերիչով։ Կիվի ջրի մեջ Կիվի ջրի մեջ 2 ժամ։ 2 ժամ, որ փափկի, վերջում լվանում ենք, մաքրում ենք, էփում ենք 2-ից 3 ժամ, կատարը շատ երկար է էփում։ Շատ լավ։ Եվ սկսում ենք պատրաստել։ Սկսենք, որևէ բան նախատեսել ես ինձ համար։ Այո, սոխը դուք կտրատում եք։ Սոխը կտրատեմ եւ սոխի կտրատելու ընթացքում հարգելի հեռուստադիտողներ, օգտվելով առիթից, ուզում եմ հայտարարել, որ հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը մայիսի 16-ին Մուսալերան հուշահամալիրի տարածքում ժամը 3-ին, այսինքն 15:00 իրականացնելու է տոլմայի փառատոն համատեղ Սարդարապատի հուշահամալիրի եւ թանգարանի հետ միասին։ Այնպես որ հրավիրում ենք եւ այնտեղ կտեսնեք տարբեր տեսակներ։ Հույս ունեմ, որ առաջի տեղը կբռնեմ։ Այո, մի անգամ այդպիսի բան եղել է։ Մի անգամ է կատարվել, մի անգամ էլ եղել է։ Սոխի ինչ ձև պիտի կտրատենք, Արայիկ ջան։ Սոխը այ ձև, նորմալ գնում եք։ Սունկը անցնենք Շատ լավ։ Կատարը հարգելի հեռուստադիտողներ ենթամսամթերքների շարքին է պատկանում, այնպես որ օգտագործելով նաև, այսինքն պատրաստելով նաև կատարից կերակուր, մենք նաև, այսպես ասած, առանց մնացորդների ինչ-որ մի երևույթ ենք իրականացնում, այսինքն հավի բոլոր մասերը օգտագործում։ Այո։ Հիմա սոխը ձեթը շատ քիչ ենք անում։ Ինչի՞։ Մենք ունենք շատ համույթներ, որ տալիս է սոկ։ Սա էլ կտրատեք, Սեթրակ ջան։ Այո։ Ինչպես պիտի կտրատեմ։ Այո։ Քառակուսի, ոնց որ ես կտրատել եմ սմբուկը։ Շատ լավ։ Այո։ Հինգ-10 րոպե ամենաշատը եւ Սկզբից սոխը 5-10 րոպե տապակվի գազարի հետ, որ սոկ տա, հյութ տա։ Այո։ Մի քիչ հեսա ինքը ժարի տալում, համը տալիս է ու գցում ենք սունկը, սմբուկը միասին։ Այո։ Վերջում նոր մենք Այսինքն մի 5 րոպե պիտի սպասենք։ Այո, մենք արդեն անցավ մեր 5 րոպեն։ Մեկ 2 րոպե փաստորեն շոթի արեցինք սոխն ու Այո, գազարը։ այո, այո։ Հիմա ավելացնում ենք Սմբուկը եւ սունկը։ Արայք ջան, իրականում ոչ թե տապակվում է, այլ ձեթով շոկի հարվում են բանջարեղենները։ Շատ համեղ է լինում, եթե մի քիչ խառնում են կոնյակ կամ կարմիր գինի։ Հա, մենք մոռացանք սա։ Նորից Այո, այո, այո։ խորանարդիկների։ Այո։ Արտասահմանում աշխատելը օգտակար էր քեզ համար։ Ոնց ասեմ։ Դե մի արդյունք ես տեսնում եմ, որ այնտեղից որոշ բան փոխարինել Այո, ես։ շատ բաներ կարելի ասել։
Իսկ ինչ ես թողել արտասահմանում։ Արտասահմանում թողել եմ այն, ինչ որ ունենք մենք հայերս։ Այսինքն Թողել եմ տոլմա, առիթը թողել եմ որ իրենց հարիսա։ են ուսուցանես, չէ՞։ Այո։ Օրինակ ես որ աշխատել եմ, շատ սիրում էին մեր հարիսան։ Հիմա լոլիկն ենք ավելացնում, որպեսզի չվառվի մեր։ Նորից հերթականությունը հիշենք, սոխն եւ գազարը միասին մի քիչ շոկի արեցինք, այնուհետեւ ավելացրինք սմբուկը եւ սունկը, Այո։ եւ վերջում տակդեղները եւ լոլիկը։ Մի քիչ էլ ենք ավելացնում ձեթ, որտեղ սմբուկը քաշում է ձեթը։ Այո, սմբուկը ունի սպունգի հատկություն։ Այո, այո։ Սպասում եմ, թե կատարի հետ ինչ պիտի անենք։ Կտրատվելու է, թե հենց այդպես։ Կատարը Սեթրակ ջան, այ երկու մասի։ Ես ձեզ տան որ չնեղանաք, դուք էլ ունենաք, ես էլ ունենամ։ Շատ լավ, շատ լավ։ Երկու մասի, որպեսզի զգա մարդ ինչ է ուտում։ Այսքան եփվել է, բայց այնուամենայնիվ դեռ մի քիչ Այսպես պետք է լինի, մի քիչ ինքը պետք է գույները հետաքրիր է, հետաքրիր է, Շատ բայց հանդեպ։ ուղղակի ես մտածում եմ, որ շատ թվականակ է, այսպես շատ բանջարեղենը արժե, թե կարելի է նաև օրինակ մեր հերոսատողներին Եթե ուզում Հուշ եմ է։ նորմալ ստանալ սրունդը, մի քանի բանջարեղենով էլ կարելի է ստանալ, չէ՞, այսպեսի։ կարելի է Սեթրակ, բայց չենք ստանա այն համը, որը որ մենք ուզում ենք ստանանք։ Հիմա մինչև պատրաստելը մենք խփում ենք ձուն, Ձուն տնական ձու, հա, անպայման պիտի լինի։ ոչ անպայման, ուղղակի տնական ձուն համեղ է։ Դա բոլորս էլ սնվում ենք տնական ձվով, ճիշտ է։ Արայիկ ջան, ամեն ինչի մեջ համերը կարևորեցիր, բայց օգտակարության մասին չխոսեցիր, բա։ Դե օգտագործության մասին խոսենք Սեթրակ ջան, որտեվ հիմա ինչքան վիտամիններ ունենք մեր այս Այո, սնունդների այո, մեջ։ այո։ Սունկ ունի իր վիտամինը, սոխ ունի իր վիտամինը, բիբար ունի իր պղպեղը, երկաթային մասը իր, սա բոլորը վիտամիններ են։ Եվ մենք ստանում ենք հաճելի, գեղեցիկ ուտես, ճիշտ է։ Ես ուշադիր նայում եմ, դեռ համեմունքին ձեռ չես տալիս, դա հենց այդպես է թե մոռացել Մի ես։ քիչ չեմ մոռացել, ո՞ս կարող եմ մոռանալ, Սեթրակ ջան, մի քիչ Գիտեմ։ թող ինքը էլի 2-ից 3 րոպե համեմունքը գցելուց հետո մենք գցում ենք ձուն, փակում ենք 3 րոպե, 2-ից 3 րոպե եւ պատրաստ է ամեն ինչը։ Դու կարանք չփակենք էլ։ Չփակենք, կանաչի հետ պիտի կտրատենք։ Կանաչին այ այսպես սոխի հետ Այսինքն այստեղ ունեցանք համքեղ, սող, մաղադանոս եւ վերջ։ կարելի է շատ կանաչեղեն, վնաս չկա։ Աղ ենք անում, սկսում ենք աղից։ Դե ես գիտեմ դուք սոյա չեք սիրում, դրա համար չեմ օգտագործում։ Ճիշտ է։ Իսկ ինչի պիտի սիրեմ սոյա։ Չգիտեմ։ Ինչի պիտի ես սիրեմ սոյա։ Կարող ես ասել։ Ես չեմ տեսել սոյա։ Եթե մի բան չեմ տեսել, ինչի պիտի սիրեմ։ Չէ՞ որ գայել է Ինչ է։ մտնում սնունդի մեջ Սեթրակ ջան։ Ամեն ինչն է սնունդ է, բայց ինչ է, ամեն սնունդ պիտի օգտագործենք։ Մի քիչ կամանցացնենք։ Ուղղակի վերցնում ենք, ստուգում ենք գազը, պետք չէ որ շատ փափուկ լինի, Ահա։ որտեվ դա արդեն այն համը չի ստանա։ Ուղղակի կրթան պիտի լինի։ Այո։ Հիմա արդեն գցում ենք ձուն, Կանաչին բա։ կանաչին Վերջում։ վերջում։ Այո։ Ձուն։ Մինչ Արայիկը քարի, ես այն մարդկանց համար, ովքեր սկիզբը բաց թողեցին, ուզում եմ նորից հիշեցնել, որ տապակեցինք սող, գազար, այնուհետև սմբուկ եւ սունկ, ավելացրինք այնուհետև տակդեղ, գլուխ սող ասացինք եւ կա լոլիկ։ Մի քիչ շոկի արելուց հետո ավելացրինք խաշված նախորոք կատարի հետ եւս մի քիչ շոկի հարեցինք, այնուհետև ավելացրինք ձու։ Վերջում կանաչի պիտի ավելացնենք, կարծում եմ եւ մատուցենք։ Պատրաստ է, կարող ենք
մատուցել համեղ, գեղեցիկ, համեղ է հոտը սետրակ։ Հոտը բուրմունքը այո լավն է։ Սովորել եմ հայերեն սետրակ։ Այո, բավականին առաջադեմ եմ ես։ Բուրմունքը շատ լավն է եւ Արայիկը իրավացիորեն պնդում է հատկապես նրա օգտակարությունը, այսինքն շատ բանջարեղեն, շատ վիտամիններ, շատ աստղաջրեր, շատ հանքային նյութեր եւ վերջապես համեղ կերակուր։ Սետրակ ջան, խնդրեմ կանաչին Կանաշին կավելացնենք, Միչայլոց հարգելի հեռուստադիտողներ, չտապեք փոխել ալիքը, քանի որ այն մթերքները, որ օգտագործում ենք, անմիջապես տակագրվում են նրա օգտակարության մասին։ Խնդրեմ Արայիկ ջան, դու կարող ես ներկայացնել կերակուրը եւ ինչ ասելիք ունես, ինչ հորդոր կամ ինչ խնդրանք կամ ինչ պահանջ մեր հեռուստադիտողներից։ Խնդրեմ Արայիկ ջան։ Շատ մարդիկ ակրորը մորթելուց հետո կատարը դեն են գցում։ Թափում է։ Այո, բայց մենք բոլորս տեսանք, բոլորի աչքերը մենք ստացանք կատարից շատ ընտիր կերակուր, որը կարող է բոլոր հայ ընտանիքներում գնեն, սարքեն, ուտեն եւ համոզվեն, որ դա կարելի է օգտագործել, դա եւ սննդարար է եւ առողջության համար է շատ լավ։ Նույն հավը, նույն հավի համն է։ Այո, հարգելի հեռուստադիտողներ, միայն չմոռանաք կատարանախորոք 2 ժամ պիտի երբվի։ Ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արայիկի, իսկ մենք ինչպես միշտ բարեկամներ պիտի բաժանվենք հետեւյալ խոսքերից հետո։ Ես ուզում եմ որ դուք լինեք առողջ ու երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելուց։ Տեսություն բարեկամ։ Կատարով այլազան, կատար 600 գրամ, գունավոր տակդեղ 120 գրամ, լոլիկ 70 գրամ, սունկ 80 գրամ, սող 70 գրամ, գազար 80 գրամ, սմբուկ 120 գրամ, ձու 4 հատ, ձեթ 20 գրամ, աղ, պղպեղ, բարեխորշակ։